Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են։ Վիլնյուսում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների երկօրյա հանդիպմանը, որի ընթացքում կողմերն այդպես էլ չեն համաձայնել ամենագլխավոր տարածքների հարցի շուրջ։ Լիտվացի պաշտոնակցի հետ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հասկացրել է, այս հարցում Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է, երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն։ Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է, Կիևը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը։ Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են։ Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներ են Միացյալ Նահանգների կողմից։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է եւ սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը եւ վայրը։ Ուկրաինան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել Աբու Դաբիի բանակցությունները։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ դրանք կշարունակվեն հաջորդ շաբաթ նույն վայրում, իսկ թե կոնկրետ երբ Սթիվ Ուիթքոֆը չի նշել։ Ամերիկյան Axios-ը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ փետրվարի 1-ին։ Ըստ աղբյուրի, Աբու Դաբիի հանդիպմանն ամեն ինչ այնքան լավ է անցել, որքան հնարավոր էր ակնկալել։ Քննարկվել է ամեն ինչ, նույնիսկ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը, եւ կողմերը հիմա շատ մոտ են դրան։ Կրեմլի խոսնակը եւս հաստատել է, բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ կոնկրետ օրը դեռ հայտնի չէ։ Դմիտրի Պեսկովը կրկնել է, Անկորիջի պայմանավորվածությունները, որոնք ներառում են նաև տարածքների հարցը, սկզբունքային են Ռուսաստանի համար, որը պահանջում է ողջ Դոնբասը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, սա մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որը Անկորիջի բանաձևի մաս է, իհարկե սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար։ Մեր բանակցողներն էլ շարունակում են պաշտպանել մեր շահերը։ Ու մինչ հստակ չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը, Եվրոպական միության խորհուրդը հաստատել է 2027 թվականի հունվարի 1-ից ռուսական հեղուկ բնական գազի ներկրումը լիովին արգելելու ծրագիրը։ Դրանով Եվրոպան նպատակ ունի նաև Ռուսաստանին զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից։ Իսկ այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային։ Գիշերը ինտենսիվ հարվածել են Զապորոժիեին կանտ ուժասներ։ Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մոտ 800,000 բնակիչ դեռ էլեկտրաէներգիա չունի։ Ավելի քան 1600 բազմահարկ շենքում չկա ջեռուցում։ Բնակիչները ժամանակավոր կացարաններում են տաքանում, լիցքավորում հեռախոսները։ Կիևի թաղամասերից մեկում բացօթյա երեկույթ է կազմակերպվել, որպեսզի բնակիչները մի պահ մոռանան կենցաղային անհարմարությունների մասին։ Մենք ավելի շատ գիշերն ենք էլեկտրաէներգիա ունենում, քան ցերեկը։ Ջուրը պարբերաբար անջատվում է, ջեռուցում գրեթե չունենք, բայց ունենք ոգուժ ու ապրելու ցանկություն։ Որոշեցինք փորձել հավաքել մեր հարևաններին ու ընկերներին, որպեսզի մի փոքր տաքանան խորովածի մոտ։ Մտածում էինք, որ մոտ 15 մարդ կգա, բայց 10 անգամ ավելի շատ մարդ եկավ, մոտ 150 մարդ։ Դրսում եւ տանը շատ ցուրտ է, նույնիսկ չես կարող լոգանք ընդունել, միրգ լվանալ կամ ուտելիք պատրաստել։ Տանը ոչ ջուր կա, ոչ ջեռուցում, բայց մի կերպ գոյատևում ենք։ Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել։ Կրասնոդարում հարվածել է նավթավերամշակման գործարանի, կա մեկ տուժած։